Շատի եթերում լրատվության ժամը մարտի 25 շաբթի։ Հայաստանի վարչապետը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հերթական գրառումն է կատարել եւ Ադրբեջանի նախագահին առաջարկություն արել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Ալիևին առաջարկում են սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Facebook-ի էջում գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ երկու այլ գրառման վարչապետը տեղեկացրել էր, որ իր հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարին հստակ է չանել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի եւ որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Իսկ Ադրբեջանը արդեն 5-րդ օրն է Հայաստանին մեղադրում է արևելյան եւ հարավ-արևելյան սահմանի դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ Այսօր եւս ապատեղեկատվություն է տարածել, թե իբր մարտի 19-ին ժամը 19-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարի Արթուր Նահապետյանը կկարգավորվեն մշակութային հաջորդների դաշտն ու միաժամանակ սովորող եւ աշխատող 16-ից 18 տարեկան անձանց ծանր վնասակար աշխատանքային պայմանները։ Այս որոշումներն են կայացվել գործադիրի այսօրվա նիստում։ 2024-ի նոյեմբերի 20-ից հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել։ Կոմիտեի նոր նախագահ ընտրելու համար ձևավորվել էր մրցութային խորհուրդ, հայտարարվել մրցույթ։ 5 տեխնացուներից 3-ը հաղթարել էին միավորների շեմը։ Առավելագույն միավոր ստացած տեխնացուները ներկայացվել էին կառավարության քննարկմանը։ Քննարկման արդյունքում նախագծով առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին։ Վարչապետն ասաց, որ զրուցել է մրցույթի մասնակիցների հետ եւ որոշել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել Արթուր Նահապետյանին։ Փաշինյանը նաեւ նշեց, որ նույն կարծիքն է հայտնել նաեւ խորհուրդը։ Պարոն Նահապետյանը թե բարեվարկության միավորով, թե ընդհանուր միավորների հարագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Իմ տեխնացությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Շատ կարևոր աշխատանք կա անելու քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում։ Արձանագրեց վարչապետն ու հավելեց զարմանքով ու մի փոքր զայրույթով է արձանագրել, երբ 2018-ից աղմուկ աղաղակով լրատվականների առաջին էջերում հայտնված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվել է ու ստացել կարճ տեղեկանք։ Նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Փաշինյանը նաև նշեց, որ շատ հակված են, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված։ Պարոն Նահապետյան, շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում։ Հաջորդ նախագիծը ներկայացնելիս նախարար Անդրեասյանը նշեց, որ Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ Ուստի առաջարկվեց հիմք դնել Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտի կայացմանն ու ընդունել նոր օրենք։ Կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաեւ մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաեւ առաջարկի պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը եւ ստվերային շրջանառության կրճատմանը։ Վարչապետի խոսքով, եթե հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ։ Սա շատ կարևոր համակարգ է իրոք, եւ շատ բան կարող է փոխել մեր մշակույթի եւ արվեստի զարգացման գործում։ Հաջորդ նախագծով էլ առաջարկվեց կարգավորել միաժամանակ սովորող եւ աշխատող 16-ից 18 տարեկան անձանց ծանր վնասակար աշխատանքային պայմանները։ Հայաստանում գործում է դուալ կրթության համակարգ, երբ ուսանողը միաժամանակ եւ սովորում է եւ աշխատում, ու քանի որ խոսքը հատկապես անչափահասներին է վերաբերում, որոնց մի մասը ՄԿ համակարգի ուսանողներ են, նախարար Անդրեասյանի խոսքով պետք է ապահովել նրանց նմանատիպ աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ առողջության եւ անվտանգության պահպանման պայմանները։
որպեսզի մենք ունենանք պատշաճ վստահություն, որ օրենսդրությամբ սահմանված ծանր վնասակար, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավվածությունը ընթանում է համարժեք 16-ից 18 տարեկան անձանց համար ընդունելի պայմաններին եւ նաեւ նկարագրվում են ուրեմն այս ընթացակարգերը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեման կարևոր է եւ ռազմավարական նշանակություն ունի թե կրթության, թե տնտեսության զարգացման համար։ Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը վարչապետի խոսքով պետք է լրջորեն ուժեղացնել հատկապես մարզերում, զարգացնելով քոլեջների համակարգը։ Եվ պետք է տեղորոշել, որոշել են ուղղությունները, որոնք մեր կարծիքով մարզում ունեն երկարաժամկետ հեռանկար։ Վարչապետն անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին նշեց, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում։ Ուժեղացվելու են թվային հարթակները, ստեղծվելու են պետություն-քաղաքացի հարաբերություններ, կրթական նոր ենթակառուցվածքներ։ Բայց էլի պայմանավորվել են, եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմաց լինելու եւ մեր պատճառով ստացած չլինելու բերումով իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ոչ սոցիալական կրեդիտների մասով, ոչ էլ հայտարարագրի լրացրած չլրացրած լինելու մասով չի ծագի։ Փաշինյանն ասաց, համոզմունք ունեն, որ նոյեմբերի 1-ից լիարժեք կապահովի նույնականացման քարտերի թողարկումը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում մարտի 21-ից 31-ը Թուրքիայի սահմանի մարգարեանցակետը բացելու մասին այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներ Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաեւ Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը, ասված է որոշման մեջ։ Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում։ Հարցն առաջին ընթերցման ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նախագծով առաջարկվում է, որ ձերբակալված եւ կալանավորված անձինք ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելուց հետո ենթարկվեն բժշկական զննության բոլոր դեպքերում, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ նրանց մոտ հայտնաբերվել է մարմնական վնասվածք, ինչպես նախատեսված է գործող օրենքով։ Ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ԶՊՎ բերվելուց հետո ոչ ուշ քան 3 ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձին կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում։ Որպես հավելյալ լրացուցիչ երաշխիք նախատեսում ենք նաև հնարավորություն, որպեսզի բժշկական զննությանը կարողանա մասնակցի նաև ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը։ Ներկայումս ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում բժշկական զննությունը իրականացվում է շտապօգնության բժիշկների ուրեմն միջոցով եւ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դա դիտել է որպես դրական պրակտիկա, դա արձանագրված է եղել կառավարության որոշման մակարդակով, հիմա մենք ցանկանում ենք դրան ավելի բարձր իրավական երաշխիք տալ եւ ամրագրել ուրեմն օրենքում եւ դա դիտել որպես միասնական ստանդարտ ձերբակալված անձանց պահման բոլոր վայրերի համար։ Առաջարկում է սահմանել նաև ձերբակալված եւ կալանավորված անձին բժշկական զննության ենթարկած բժշկի կողմից ուրեմն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված արձանագրության դեպքերը, որ դեպքերում է, որ բժիշկը պետք է կազմի նմանատիպ արձանագրությունը, եթե արկա է անձի ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը կամ դիմումը կամ նմանատիպ ուրեմն նախանշաններ է հայտնաբերել ինքը բուժաշխատողը կամ ձերբակալվածների պահման վայրի ուրեմն վարչակազմի ծառայողներն են բուժաշխատողին դիմել եւ հայտնել նման ենթադրյալ վերաբերմունքի դեպքերի մասով։ Դեպքերն եղել, որ 20-25 հոգով ԶՊՎ-ում բերման ենթարկված են եղել։ Այդ ծավալի հիմա
ստացված էլ չլինի, բայց այդ ծավալի դեպքում ոնց է առողջապահական համակարգը հասցնելու Ներկայումս էլ մենք պրակտիկան ուսումնասիրել ենք եւ արդեն քանի տարի է շտապ օգնության միջոցով է իրականացում, նույնիսկ այն դեպքերում, երբ որ ուրեմն շատ են ձերբակալված անձինք, սակայն մենք ուրեմն նաեւ քննարկել ենք սա առողջապահության նախարարության գործընկերների հետ, ըստ էության պրակտիկան ցույց է տալիս, որ ներկայումս եւս առողջապահական համակարգը կարողանում է այս ընթացքը ապահովել, հիմա զուտ մենք սրան տալիս ենք ավելի բարձր իրավական երաշխիք։ Ամեն դեպքում կանոնավոր ողջունելի նախաձեռնությունը մենք կողմ ենք քվեարկել։ Հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում եւ դարձնող փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը կառավարության կողմից ներկայացված եւ նաեւ Շիգիտեմ պարոն Թորոսյանի առաջարկ առաջինից երկրորդ ընթերցման համար եթե ընդունելի է, դա մենք կանենք երկրորդ ընթերցման ժամանակ։ Նորմալ է։ Շատ լավ։ Ովքեր են կողմ դրական եզրակացություն ստանալու պարագայում ներառվի լիագործ նիստերի օրակարգ։ Կողմ, դեմ, ձեռնպահ չկա, բացառիկ դեպքերից մեկն է։ Շիրակի պետական համալսարանում բացահայտված չարաշահումների մասին։ Այն վերաբերում է ավելի քան 425 միլիոն գումարի յուրացման մասով հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործին, որը պարզվում է կարճվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Քրեական գործով անցնում են Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը եւ նրա պաշտոնավարած շրջանի հաշվապահ Մարիետա Մելքոնյանը։ Երբ եւ ինչ հանգամանքներում են յուրացվել խոշոր չափի գումարները, ըստ այդմ ինչ ընթացք է սպասվում միլիոնները վերադարձնելու համար։ Մանրամասներն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ժամանակագրությունն է այնպես դասավորվել, որ այս ամբողջ եկել ընկել է քարոզարշավի մեջ, ներող կլինեք դրա համար։ Իսկ չասել չհայտարարել ես չէի կարող։ Նախընտրական շրջանը օգտագործելու առիթ չէ, բայց չլռելու պատճառը քրեական գործի մանրամասներին նոր ի հայտ գալն է։ Դրանք բացել Լևոն Բարսեղյանը որոշել է հոգաբարձուների խորհրդով փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո։ Չարաշահումները եւ դրա արդյունքում բուհում գումարների յուրացումները կատարվել են 2010-ից 2012 թվականներին, այսինքն երկու ուսումնական տարվա մեջ ուսանողների վճարած ուսման վարձի գումարների մի մասը չի մուտքագրվել համալսարանի բյուջե։ Խոսքը մեծ փողերի մասին է 425 միլիոն 370 հազար դրամի։ Խոշոր չափի գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործով պատասխանատվություն կրող անձինք են ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը եւ բուհի այդ շրջանի հաշվապահ Մարիետա Մելքոնյանը։ 10-11-12 թվականների ընթացքում ուսանողներից հավաքված կանխիկ արծերն հավաքված վարձավճարների չափից այս գումարը յուրացվել է։ Դա այն ժամանակվա համալսարանի 1 տարվա բյուջեի մոտավորապես 40-45%-ն է։ Երկու տարվա ընթացքում կարելի է ասել, որ յուրաքանչյուր տարի բյուջեի 20%-ի չափով, 20-22%-ի չափով յուրացվել է, եղել են փոխանցումներով վճարումներ եւ եղել են կանխիկ վճարումներ, արծերն։ Ու այդ փոխանցումները այս չափով ի վերջո համալսարանի բյուջե չեն մտել։ Վնասը փոխհատուցելու եւ քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվության ենթարկելու մասով հարուցված քրեական գործի քննությունը տարբեր դատական ատյաններում շարունակվել է 10 տարի եւ դեռ չավարտած 2024 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել նշված երկու անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական պատասխանատվությունից ազատել վաղեմության ժամկետը անցնելու հիմքով, բայց փոխարենը քրեական վարույթով Շիրակի պետական համալսարանը ճանաչվել է տուժող։ Աստացի քրեական վարույթով հիմնավորվել է, որ այս երկու հոգին իրենց ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով Շիրակի պետ համալսարան հիմնադրամին, որի հիմնադիրը Հայաստանի կառավարությունն է, 425 միլիոն 365 հազար 600 դրամի վնաս են պատճառել։ Դա հիմնավորվել է։ Հիմնադրամը քրեական վարույթով ճանաչվել է տուժող։ Հիմք ընդունելով այս ամբողջը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Սարուխանյանը գրավոր դիմել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Հակոբյանին խնդրել հանձնարարել Շիրակի պետհամալսարան հիմնադրամին սահմանված կարգով հայց հարուցել դատարան ընդդեմ Մարիետա Հովհաննեսի Մելքոնյանի եւ Վարդևան Ֆաբրիցուսկու
Գրիգորյանի հիմնադրամին պատճառված վնասը բռնականձելու պահանջով։ Դատախազության այս առաջարկն իր բնույթով աննախադեպ է համարվում բուհական համակարգի համար, բայց արդյոք իրավական առումով նպատակահարմար է, որ պետությանը հասցված խոշոր չափի վնասը դատական ճանապարհով բռնականձելու գործով զբաղվի Շիրակի պետական համալսարանը։ Քննարկել հանգել ենք հետևյալ եզրակացության, որ երկու ճանապարհ կա։ Մեկ այն է, ինչ նախարարությունն է առաջարկել, այս ճանապարհը համարել ենք պակաս արդյունավետ, որովհետև ենթադրվել է, որ մեր դատական համակարգը, դատական պրակտիկան կարող է նման հայցերը քննել 3, 4, 5, 6, 7, 73 տարի։ Մյուս ճանապարհը հետևյալն է, թե մենք դիմում ենք գլխավոր դատախազություն, որպես պետական շահերի գլխավոր պաշտպան։ Եվ առաջարկում ենք, որ պետությունը, պետական իշխանությունը զբաղվի իր հիմնադրած հիմնարկի շահերի պաշտպանությամբ։ Այս առումով ըստ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի կաշկանդող ոչինչ չկա։ Այս գործը ՇՊՀ-ին առնչվող մեկ տասնյակից ավելի հարուցված քրեական գործերից մեկն է, որոնցով անցնող անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության մասով եւս կա մտավախություն, որ վաղեմության ժամկետի ավարտի հիմքով կվերացվի։ Երկար ժամանակ ցենը տակը քարը վրան ռեժիմով քննել դե եկել են ժամանակին արգրավել փաստաթղթերը տարել են 18-19 թվական էսպանի մեջ որոշման մեջ այդ ժամանակագրությունը կա 18, 19, 20, 21, 22, 23, 24 թվականին որոշել են որ վաղեմության ժամկետով մեղադրանք չեն ներկայացնում Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն անդրադարձավ նաև այս պահին համալսարանում ընթացող մեկ այլ կարևոր գործընթացի, որը եւս ենթադրելի է, որ զերծ չի լինելու խախտումներից։ Բուհում ամբիոնների վարիչների մրցույթներ են անցկացվում։ Այս տեսակ աչքի լուսանք լսել եք, հա, պետական համալսարանի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը, որը մեղադրվում է 19 հոգուց կաշառք վերցնելու մեջ, շարունակում է պաշտոնավարել։ Մի քանի օրից ՇՊՀ-ի հիմնադրամը նախկին պաշտոնյաների յուրացրած գումարների վերադարձին վերաբերող դիմումը եւ մյուս փաստաթղթերը կներկայացնի դատախազություն, հիմնավորելով, որ նպատակահարմար է գտնում պետությանը հասցված վնասի փոխհատուցման գործը ստանձնի ոչ թե համալսարանը, այլ պետությունը։ Մարինե Դերբինյան, Ռուբեն Գալստյան, Հորիզոն։ Եվ այս թողարկումը եզրափակենք աշխարհի անցուդարձով։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային զրույցի հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ուկրաինայի նախագահի հետ։ Զելենսկին նշել է, թե Թրամփի հետ հեռախոսազրույցը հավանաբար վերջին շրջանի իր ամենաբովանդակալից զրույցն է եղել։ ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի հաջորդ օրը Սպիտակ տան ղեկավարը մեկ ժամանոց հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում, ընդգծելով, որ դա շատ լավ հեռախոսազրույց էր։ Նախագահ Թրամփը նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Միացյալ Նահանգները իր վերահսկողության տակ վերցնի Ուկրաինայի ատոմակայանները։ Թրամփի եւ Զելենսկու հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլսը հայտարարել են, որ ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինմանը հանձնելը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար լավագույն պաշտպանությունն է։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները նաև տեղեկացրել են, որ Վլադիմիր Զելենսկին խնդրել է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել Կիևին։ Ըստ վերջիններից Թրամփը համաձայնել է աշխատել այդ ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահը Թրամփի հետ իր զրույցն անվանել է դրական, շատ բովանդակալից եւ անկեղծ։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանը կրկին հարձակվել է Ուկրաինայի վրա 171 հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոբ համակարգերն անցած գիշեր ուկրաինական 132 անօդաչու թռչող սարք են խոցել։ Գերատեսչության տվյալներով անօդաչուների մեծ մասը խոցվել է Սարատովի մարզում։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Էնգելսի նավթավերամշակման գործարանում։ Ռուսական զորքերը 40 անօդաչու թռչող սարք են խոցել նաև Վորոնեժի, 22-ը Բելգորոդ 9 Ռոստովի մարզերում, 3 հական անօդաչու թռչող սարք է խոցվել նաև Կուրսկի շրջանում եւ Ղրիմում եւ մեկը Լիպեցկի շրջանում։ Էնգելսի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում տեղի օդանավակայանում հրդեհ է բռնկվել։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են, հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Վերջինս նշել է նաև, որ Սարատովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է Էնգելս քաղաքի հիվանդանոցը, կան զոհեր։
Գերմանիայի կառավարությունը խստորեն դատապարտել է հայտնի քաղաքական գործիչ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի եւ թուրքական ընդդիմության բազմաթիվ այլ գործիչների կալանավորումը Թուրքիայում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը դա որակել է որպես լուրջ հարված Թուրքիայում ժողովրդավարությանը։ Մենք հստակ տեսնում ենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների համար տարածքը գնալով փոքրանում է, ասել է նա Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Ֆրանսիան եւս քննադատել է Թուրքիայի իշխանությունների քայլը։ Երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմանը խորը մտահոգություն է հայտնել թուրքական իշխանությունների գործողությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է մարտի 19-ի առավոտյան 2027 թվականին նշանակված երկրի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու հռչակվելուց օրեր անց։ Թուրքիայի ամենամեծ քաղաքի քաղաքապետը համարվում էր երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությանը անդրադարձել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտը։ Մենք կարող ենք կոչ անել Թուրքիային հարգել մարդու իրավունքները եւ պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով։ Մենք կարող ենք պարզապես հիշեցնել այս մասին, հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Իդեպ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Քեմալական ժողովրդահանրապետական կուսակցության եւ Իմամօղլուի համակիրները բողոքի ակցիաներ են սկսել Ստամբուլում եւ երկրի տարբեր շրջաններում։ Գրանցվել են նաև ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջև բախման դեպքեր։ Թուրք իրավապահները ձերբակալել են նաև 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարարը։ Իսրայելական զորքերը հետ են գրավել Նեցարի միջանցքը, որը կիսում է Գազայի հատվածը սահմանափակելով պաղեստինցիների տեղաշարժը։ Երեքշաբթի օրվանից առ այսօր, երբ Իսրայելը վերսկսեց Գազայի ռմբակոծությունը, ըստ պաղեստինյան կողմի զոհվել է առնվազն 710 մարդ, այդ թվում 183 երեխա։ Համասի ներկայացուցիչ Թայեր Ալ-Նոնոն հայտարարել է, որ խմբավորումը չի փակել բանակցությունների դուռը, սակայն նա պնդում է, որ նոր համաձայնագրերի կարիք չկա, եթե գոյություն ունի ստորագրված համաձայնագիր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ նոր ռմբակոծությունը դեռ միայն սկիզբն է։ Թրամփն իր նամակում 2 ամիս ժամանակ է տվել Իրանին միջուկային նոր համաձայնագիր կնքելու համար, այս մասին Axios-ին հայտնել է նամակի բովանդակությանը ծանոթ աղբյուրները։ Ըստ պարբերականի, եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունը կտրուկ կմեծանա։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Իրանի 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացնելու դեպքում բավարար են 6 միջուկային ռումբի ստեղծման համար։ Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել։ Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է խաբեություն, քանի որ պաշտոնական Վաշինգտոնը փորձում է տպավորություն ստեղծել, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Այսքան այս ժամին նորությունների հետևեք նաև ժամը 22-ին։